Պարոն Ալավերդյան, դուք ևս Ազատության հրապարակում հացադուլ եք հայտարարել ի աջակցություն Բաքվում խոշտանգվող մեր ռազմագերիների, դիմելով այսպիսի ծայրահեղ քայլի ձեր ակնկալիքները որոնք են։ Նախ ակնկալիքները մի քանիսն են։ Առաջին հերթին Ռուբեն Վարդանյանին ակնկալում ենք, խնդրում ենք, հորդորում ենք, որ լսելի լինի մեր զենանա դուրս գա հացադուլից։ Շատ կարևոր է, որ մեր բոլոր ռազմագերիները այնտեղ իմանան, որ այստեղ անհաղորդ չենք, այստեղ պայքարում ենք, որ իրենք մեզ պետք են առողջ, պետք են մեր հայրենիքում, եւ կարծում եմ այս քայլով առնվազն, եթե նրանք իմանան, գոնե զորակցություն կլինի նրանց համար, իմանան, որ անտարբեր չենք, որովհետեւ մեր իշխանությունների կողմից այս անտարբեր կեցվածքը, սկզբնական պահվածքը, մեղմ ասած, անդուրժելի չէ։ Այս պահվածքը ձեզ ինչով է պայմանավորված։ Իրենց պետք է հարցնենք, թե այս պահվածքը ինչով է պայմանավորված, բայց ֆիքսում ենք փաստը, որ չկա ոչ մի մոտեցում, որ մենք տեսնենք, որ պետությունը շահառու է, պետությունը զբաղվում է, պետությունը ունի ցանկություն այդ հարցը լուծել։ Իրենք ամենաբարձր մակարդակով, իրենց Ալեն Սիմոնյանով կլինի, թե պատգամավորներով, խոսում են այն մասին, որ օրինակ Անդրանիկ Քոչարյանը եռաբլուրում ասում է, այս մարդիկ պետք է գերի չընկնեին, դա վնաս է Հայաստանի Հանրապետությանը։ Իսկ իրենք ինչ էին անում, որ այս մարդիկ կարողանան դուրս գալ Արցախից կամ Ինչ է նշանակում այս մարդիկ պետք է գերի չընկնեին։ Ինք շատ բան են ասում, ինք ասում են հայ ազգը չի կռվել, մարդիկ չեն պայքարել, աբսուրդի ժանրից է, իրենք ասում են այն ինչը հարմար իրենց արդարացնելով, փորձում են արդարացնել իրենց պահվածքը եւ կեսվածքը։ Իրենք ուղղակի վախենում են այս մարդկանցից, վախենում են այս մարդկանց գոյությունից, այս մարդկանց ոգուց, գաղափարներից, որ կարող է մի օր նրանք կան Հայաստան հայտնեն եւ այդ մարդկանց միայն գոյությունը, պայքարը, որը նրանք հիմա տանում են Բաքվի բանտում, վերեք համեմատության մեջ տնենք, հայության, չգիտեմ, մեր լինելիության համար, մեր գաղափարների համար, այն պայքարը, որը նրանք տանում են գերեվարության մեջ, Բաքվի բանտերում, ու այն ինչ անում են մեր իշխանությունը այսօր, PR ակցիայով քարոշարշավ սկսելով Գյումրիում, տարբեր հարթությունների մեջ է։ Նրանք զբաղված են մեր մասին, նրանք կերտում են մեր պատմությունը, հայի իրավունքն պաշտպանում են տեղ։ Նրանք զբաղված են իրենց, չգիտեմ, գրպանի իրենց իշխանության հարցերով։ Ոչ մի աղերս չունեն հայի հայկականության հետ։ Հետևաբար դրանց ասածները մեկնաբանել չեմ ցանկանում։ Իր վերջին աուդիոուղերձում Ռուբեն Վարդանյանը շատ հստակ նշում էր, որ մեր ողբերգությունն է, եթե մենք գիտակցումը չունենք, որ այնտեղ ոչ թե մի քանի տասնյակ հայի դատավարություն է, այլ մի ամբողջ պետության։ Եվ եթե մեզ թվում է դրանով ավարտվելու է, ապա չարաչար սխալվում ենք։ Դա շատ պարզ է։ Ռուբեն Վարդանյանը նշած, այո, շատ ճիշտ է, բայց չեմ կարծում, որ Ռուբեն Վարդանյանը պետք է նշեր, որպեսզի մենք դա հասկանանք, դա շատ պարզ է, շատ տարական է։ Ուղղակի դրա համար մեծ խելք, չգիտեմ, պետք չէ ունենալ, որ այդքանը հասկանալ, որովհետև դատավարությունը շատ արագ, այդ դատավարության process-ը մտավ այնպիսի փուլ, եւ մենք տեսնում ենք, որ այո, այնտեղ Հայաստանի հարցն է դրված, հայերին են դատում, Հայաստանի պետությունն են դատում եւ այդ մարդիկ չեն խնդիրը։ Այդ մարդիկ գործիք են, որոնց դատելու միջոցով Ադրբեջանը ցանկանում է հասնել բոլոր իր այն նպատակներին, ինչը բազմիցս հայտարարել է Ալիևը իր քաղաքականության մեջ կապված Հայաստանի հետ։ Մեզ մոտ այլևս այդ գիտակցումը կա, որ արդեն Ադրբեջանից կոնկրետ հայտարարություններ են գալիս, որ ըստ այդության ովքեր մեկ անգամ ոտք են գործել Արցախի հանրապետություն, այլևս ինչպես Տիկին Թանդելյանն նշեց, այսպես ասենք, պոտենցիալ գերիներ ենք, էլ չեմ խոսում, ովքեր Արցախի ազատագրման համար են պատերազմել ու պայքարել, ռազմական հանցագործներ են ըստ Ադրբեջանի եւ ինքը պահանջում է արտահանձնել իրենց։ Այո, եւ այդ պահանջով մեզ ցույց է տալիս, ով ոտք է գործել, ով նույնիսկ, չգիտեմ, հայտարարություն է արել, ինչ որ միտեղ, մի ձևով աչքի է ընկել, շատ հնարավոր է այդ մարդը լինի արտերկրում, Ադրբեջանը այդ մարդուն առևանգի տանի իր մոտ սկսի դատել է, մի շինց ու բան կգտնեն, ինչ ասեն, եւ սկսեն այդ դատավարությունը նույն վիճակին հայտնվենք մենք։ Դա ակնհայտ է, դա փաստ է եւ պետք է գիտակցի ժողովուրդը։ Կա այլևս այդ գիտակցումը ժողովրդի։ Կարծում եմ կա, ամեն դեպքում հուսացած եմ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։